Սիրելիներս, ողջույն, ինչպես եք։ Մենք լավ ենք ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, եկավ այն օրը գնում եմ, որ Մանանիկը եղունգներս գեղեցկացնի։ Այսօր խառը վլոգ ա լինելու, իրականում հիմա գնում ենք Մանանիկը, որ եղունգներս սարքի։ Մենակ իմը չէ, Նելի հենց հարևանուհումն էլ, էլի հայա։ Հետո այնտեղից եթե ստացվեց կգնանք ծիրանը կառնենք, եթե չէ միգուցե վաղը մնա գնանք առնենք ու երեկոյան էլ, քանի որ ասացի, որ Նանիկի ծնունդի ժամանակ ծնունդի օրը, հա, այնպես ստացվեց, որ բոլորս աշխատում էինք ու չէինք կարող նշել ուրիշտեղ, երեկոյան էլ պետք է գնանք, որպեսզի նշենք Նանիկի ծնունդը։ Ոնց որ Նանիկն ասում է, այսօր իմ ծնունդն է։ Այսպես, սենց պստիկ խարը խշտիկ վլոգ ա լինելու, հիմա ես իմ զարդերը կախեմ, այն որս մարդեն ավանդույթ ա դարձել, ձեզ հետ խոսալուց եմ անում, անումա կարողանամ կոչկեմ, իմ մոտ այս կոչկելու պահը եղունգներով շատ դժվար է ստացվում, չնայած որ եղունգներս երկար չի, չէ ստացվեց, քանի որ իմ եղունգները այսօր որոշել ենք, որ պետք է լինի կապույտի մեջ, ես որոշել եմ, ինչքան կապույտ կարով զարդ ունեմ, դա կախեմ, չնայած իմ սա համարազարդերը կապույտ քարով են, հիմնականում, որովհետև ես կապույտ գույնը շատ եմ սիրում, այսպես, վերջ, ես պատրաստ եմ, Արմենը պատրաստ է, երեք մինչև երեկոյան որոշել ենք, որ Սամոն պիտք է տանի մամային, բայց Սամոն վերջի րոպեին որոշեց, որ իր ընկերների հետ դուրս է գալու, հենց որ խեղճ Արմենը պետք է տանի։ Всё, պատրաստ ենք, իջնենք, գնանք Նելի հենց հայատ, բակ, Նելի հենց բակ, վերցնենք լետաքսին ու դուրս գանք, ես բուջուր կարմիր պարիսակը կվերցնեմ, բան չունեմ տենց մեջը դնելու, հեռախոսս մեկ են երկու փոքրիկ բան պետք է դրվի մեջը ու վերջ, գնացինք ժողովուրդ։ Մենք մեքենայի մեջ ենք, մենք Նելի հենց շենքի դեմը, բեբեինում է տաքսին վերցնենք ու հասենք, ուշանում ենք իրականում, ես ասել էի 12-ին իրանց տունը կլինենք, բայց ցավոք չստացվեց 12-ին իրանց տունը լինեն, ինչև ելնում ես, մի երկու բաժակ կոֆե ես խմում, հաց ես ուտում, ես ես անում, են ես անում, ժամը ժամից անցնում է, հետ ենք, արդեն հասել ենք, սպասում ենք կարմիր լույսը փոխի կանաչի, որ թեքվենք, մեզ մոտ անպած է, կայլ ասել Արմենի սիրած եղանակն է, նիզնավին, ջան, քո սիրած եղանակն է, այո, իրա երազած եղանակն է, թողես միշտ սենց անպած եղանակ կուզենա, այսյոք, մենք արդեն եկինենք Մանանիկի տուն, իզիմ զիրուն գոնդիկ լուլունոլ, մենք ինձ սիրուն խելու կողցիկ, ուտում ես կես, այսել մեր մետաքսի տղանալ, ունեք ինձ սիրուն օծիկներ ունի, ռեկլամ ենք անում, հատը 5 եվրո, 210 եվրո, կատակ էր, նախորոք ասեմ, չենք ծախով, ժողորդ նայեք, հայկական մենք ծիրան ենք ստացել, մանանեց խանութում, մանանես ծառից, թզի ծառից քաղել ենք հայկական ծիրան, մենք չենք գնացի առնենք, բայց հեսա երազանք կպահենք ու կուտենք, ուխ ջոն, կեր, օպրիմ գանք, դուք երազանք պահեք ուտելուց առաջ, իդեպ, ես չեմ կերես կպահեմ, դա մոտ բգրի կլները լավ բան չի, Հայաստան տեսած մարդ ես, մենք չենք տեսել, մենք այո, ինչի մետաքսը տեսել է Հայաստան Ես ավիատ է կտել Մետաքս կեզ մի կիչ տեսած պայի ժողովուրդն ես որ ծիրան ամբողջ Ֆրանսիայում երևի թե արդեն տարածվել է, հարցնում էիք, ասում էիք, հենց լինի խաբար արա, անում եմ խաբար, գնացեք արխային արեք, կիլոն էլ 650 ֆիքս գին ա ոնց որ թե, բոլոր խանութներում նույն գինն ա, դու գիտեի որ բոլոր խանութներում նույն գինն ա, ծիրանը ես ինձ ես հարցնում, դու ես կադրի մեջ քեզ եմ,
Գիտեի՞ք այստեղ։ Հետո մի խոսքով ժողովուրդ, մենք մեր կոֆեն խմենք։ Մեր ծիրանը ուտենք։ Այո, մեր հայկական ծիրանը ուտենք ու անցնենք մեր եղունգներին, թե չէ, այսօր ստեղ ենք։ Հայկական եղունգներին, այո։ Այս մի անգամ Սել մեր սեղանն է։ Պուճուկ ծիրանը հիշում ես, որ բանից իրար։ Մանան, ռեկլամա արիցի պրծակրստանից։ Կանաս հետ տանես ծիրանը։ Էդի պրոստը բերել ցույց տա, էլի, թե չէ մեսի տալի ուտենք։ Համովա գոնջ։ Ուխ, ինչ հոմով ես ուտում։ Ծիկ, էլերը դիստիկ ալու։ Ծիկ, հոմով տղա։ Օծիկներ էլ, օծիկներ։ Ծիկ։ Գնա մի անգամ։ Բա, ժողովրդի սկզբից մետաքսն է նստել, որովհետև ես այս երեխեքին պահող չեմ։ Գոնջ։ Ատու։ Հալվոր խելոք են դրա մարը հիմա ես վանանում։ Նամար հեղտս տվի մետաքսի, հեսա Մարյանան տենենք, սիրուն, մետաքսը ֆրենչ հաուզ է։ Մետաքսը ֆրենչ հաուզ է, ես էլ կարմիր գույն եմ կսելու։ Մարյանը է դեմքը, երեք գրում ասում է, ինչ գույն ուզում ես, ուզի մենակ կարմիր չուզես։ Իմ սիրած գույն ես, կարմիր շատ եմ սիրում։ Մանան, մի մոտս գոնե կարմիր գոնես, լավ էլի։ Չէ, կարմիր չեմ կապիտ եմ անում, ծովային երանգներ ենք մցնում ես անգամ մեր եղունգներին։ Ինու ո՞։ Սուրպրիզա։ Չեմ ասում։ Անհամ։ Չեմ կասում։ Սուրպրիզ ալնելու, այո։ Ասել եմ գուշակեք, հələ որ ասել են Իսպանիա։ Եկե ուր էին գրել։ Մանանին որ կաշարեք, 1 միլիոն եվրո փող տակ։ Կանի, կասի ավելի շուտ չի անի։ Այդ են ժողովուրդ, հիմա անցել են գործի։ Չգիտեմ քանիսին կպրծնենք։ Ես գոնե 6-ին պետք է ստերից դուրս գամ։ Ես որ արագացրած տեմպերով ես անում մետաքսի եղունգները։ Որ հասցնենք, փոխվենք, հագնենք 8-ին ռեստորանը ու մի կես ժամվա ճանապարհ։ Հալիոնում է։ Ահա, մետաքսի եղունգներից պրծավ Մանանիկը, հələ մի հատ նայեք, ժողովրդից սիրուն ասարք է, պահ։ Մանան, հələ քոնը ցույց տուր, էլի մի հատ Մանան այնտեղ բորկա էր անում, հələ մի հատ նայեք Մանանն էլ։ Այս մի ձեռս թարամել։ Այս մատերը շատ եմ սիրում, այս ցուցամատը։ Շատ սիրուն է սա, քանց բան լինի։ Ռակուշկա ռուսերեն էր, ազիզ, բայց ոչինչ։ Շատ սիրուն է։ Հեսա ինձ էլ կավելանը, մի նայեք, որ սենց վատ եմ ես հələ։ Չէր անունը դժտա դրա հայ։ Շորտ, հələ մի հատ գրեք ռակուշկա հայերեն, էդի բանն է, չէ՞ որ ինչը մարգարիտ է մեջը, մարգարիտն է մեջը, հայերեն ոնց է, մի հատ գրեք ժողովուրդ։ Իրեքիս էլ ամոթ։ Բայց շատ սիրուն ա եղել, վсё, մետաքսը պատրաստ է իր վոյաժին, իր ճամփորդությանը։ Մանանը պատրաստ է իր վոյաժին, իր ճամփորդությանը, մնում եմ ես։ Դուք չգիտեք, ես կադրից դուրս իշքան եմ նոր տանջվել, 3 երեխա եմ պահել։ Մետաքսի ցաղում է։ Ես դες կիշասնեմ մետաքսու մանան։ Ինձի խափին ես, կինտով ինձ ձերս։ Հիմա սա հանգստացեք հնել են, բա։ Վահին բախկստել։ Հիմա մենակ Արմենն է մի քիչ նվնվում կոֆե յավսում։ Ես Արմենին կոֆե տանք ու անցնենք իմ եղունգներին, վсё։ Մանան անդե ֆոտոսեսիանում։ Ու օկոժնից խա կորմը ժողովուրդ։ Այ թշերից գույնն է դարը։ Ահա մի խոսքով։ Բայց մենք սուրճ չենք խմում Մարիանա ջան։ Լսար։ Անտիր։ Մենակ Արմենի, այսինքն մետաքսը կարա խմի, պրոբլեմ չկա։ Ես չեմ խմում, որ արագ անցնեմ գործի։ Չեմ ուտում, չեմ կարում խմեմ։ Թե չի 4-ն ալնում արդեն։ Ինչեմ Արմենի։ Ժորտ, իմ եղունգներն էլ վերջացրինք, հələ մի հատ էս նրբությունը նայեք, էս գեղեցկությունը հələ մի հատ նայեք։ Ընդ նկարի մեջ մի հատ բանտիկա տիպի բան կար, բայց վերջում ընդհանուր ժողովի բանով որոշեցինք չանենք։ Մի խոսքով, ապրի մանանս։ Ասել եմ ու նոլից եմ ասում,
Շորտ, եթե մոտիկ եք ապրում, իրոք եկեք չեք փոշմանի, գրեք ինձ, մանան Instagram-ը տամ, ժամադրություն վերցրեք, եկեք։ Աշխարհի ամենալավ մատնահարդարն է, անկեղծ եմ ասում, նուրբ է անում, չէ՞ Մետաքս։ Շատ նուրբ է անում, չի զգացվում, ոնց որ քո, նայեք, ոնց որ քո եղունգները լինի, հենց այս նուրբությունը մի հատ նայեք։ Մի հուզում, քեզ կարելի ուզվել։ Իրոք ու հերոխոսը ես ես բալբա խորհուրդ չեմ տալիս։ Վահան հերոխոսը չի տալիս ու Այստեղ մի քիչ խառն է։ որտեղ մաման YouTube բնի։ Որտեղ Լարիսիկը, մեկ էլ Արտուրը, մեկ էլ Վահեն, գլուխ կոնձիներ էին տալիս կրավաթի վրա։ Մանան ջան, ներողեղի։ Մաման YouTube-ա մտնում։ Մաման YouTube-ա մտնում։ Մամա, որ ես խախա։ Հա։ Ասենց բռնել։ Հա։ Ինքը հեռախոսով YouTube-ա մտնում, մաման, որ Լարիսիկը խաղա։ Հա։ Հա, որ Բայց շուշուտ չի մտնում, չէ՞ մաման, չի սիրում, որ դու շատ ես խաղում հեռախոսով, չէ՞։ ուզում եմ։ Դու ուզում ես, բայց մաման չի թողում։ Ուզում եմ։ Ուզում ես, բայց մաման չի թողում։ Ուզում եմ։ Այո, ես։ Ժողովուրդ, հիմա գնանք արագ փոխվենք ու վազենք դեպի ռեստորան։ Չէ՞ Լուլու, դեռ մի հատ պաչի կարա ու հաջողասա, որտեվ դու հետո էլ չես հաջողասելու։ Շատ էսել ես ոսակի։ Վաու, հելեն մի հատ նայեք։ Հելեն նայեք ինձ սիրուն եղունգներ։ Էսի ումն է։ Մետաքսին է, որ Այս էլ ակոն է, մետ, շատ սիրուն է, վաու։ Սանքել է շատ սիրուն։ Հայաստան էի գնը։ Աչկով են տվել, աչկով։ Նայեք էլի է գալու Հայաստան, աշկով չտակ։ Կախնիկ չէ, չէ։ Իմ նման սուրպրիզ չէ իրանում, չէ։ Որտեղ մաման էլ ու թողում է։ Հա։ Որ YouTube-ը մտի։ Վաղուց ապրում եմ օտարափերում, որ ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ։ Վաղուց ապրում եմ օտարափերում, որ ոչ ծանոթ կա, ոչ էլ բարեկամ։ Բայց մի աղջիկ կա, աչքերը թախծոտ, կարծես կանչում է նա դեպի իր մոտ։ Բայց մի աղջիկ կա, աչքերը թախծոտ, կարծես կանչում է նա դեպի իր մոտ։ Հայ ես դու, Հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, վա քո ցավը տանեմ ես։ հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես հայ եմ, Վա քո ցավը տանեմ ես։ Ու այսպես տխուր օտարափերում, մենակ տղա եմ, սերս եմ փնտրում։ Բայց օտարները ինձ չեն հասկանում, կյանքս անցնում է, անցնում սերս չեմ գտնում։ Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, վա քո ցավը տանեմ ես, հայ ես դու, հայ եմ ես, դու հայ ես հայ եմ, վա Մենք ուշացած հասել ենք ռեստորան, նանիկը ջղային ասած։ Էլ ինչ-որ ու սամոնել եկան, հասան մեզ, միաժամանակ հասանք։ Ուզուք, լավ անցավ։ Всё, վազեցինք։ Ժողովուրդ, մենք արդեն էստեղ ենք։ Ռեստորանը։ Սիրկն է, ամպելիքներն է։
Ես ու Նանիկը նույն կոկտեյլն ենք ընտրել, այս կոկտեյլն է։ Արմենը չի տենում։ Մութալվիսը չի տենում Արմենը։ Ֆանարիկ գցենք մութ ռեստորանը։ Ստեղից արդեն մի քանի բան ընտրել ենք։ Մեր կոկտեյլը բերին, ես ու Նանիկը նույն կոկտեյլն ենք վերցրել։ Ասում է, եսի ուտելու է։ Շնորհավոր Նանիկ։ Écoumèque. C'est pas ça, non? Toi aussi, c'est mieux laisser faire. Ça harmony dira. Il fallait le goûter aussi quand tu. Merci. Allez. Մենք եկանք մեր աղջիկա ծնունդը նշելու։ Շնորհավոր։ 22 տարի առաջ ծնվեց մեր աղջիկը, հա։ Այսօր էլ Անդրեվը եկավ, տեսա՞ր Նանիկ։ Մեկը պետք է իր ծնունդի օրը որ նշում ենք Անդրեվը գա։ Շնորհավոր եք։ Համով բաները, ենք ոմեր մեկա։ Merci. C'est sushi-na, elle est skizbna, elle est просто տականում ենք։ Non, mais ça, c'est bon. Կոմնելկա։ Կրևետկաներ համովա, կրևետկաներա սպանախի թերթիկներով, ես ինչ, հա? Ալո։ Ահա։ Երաշտությունն եմ, DJ կաստեմ։ Համովա, ինչ կերակ։ Ձերքով փորձեմ։ Ձերքով պետք է փորձեմ։ Համովա։ Շատ համովա։ Չգիտեմ լսում եք թե չէ։ Ժողովուրդ բերին մեր ուտելիքը։ Հավ եմ վերցրել, բուդիկ ավելի շուտ։ Կարտոշկանա, Ալյոնան ստեյք ա վերցրել։ Ես չուկա, հա? C'est poisson? Բախկվի Ալոն։ No, thank you, je vais filmer autrement. Ժողովուրդ մենակին վրա եմ պահել, քանի որ երեխաները չեն սիրում նկարվել, մենք ռեստորանից ելանք ու խոսում ենք, մի բառով կարող ենք ասել, որ մեկ պետք է որ երեխաները չընտրեն ռեստորան, խորհուրդ չեմ տալիս, ընդհանրապես, չգնաք։ Անան Ալունայի ասած սպասքի ոնց չկա։ Այս ստուծիմ։ Խնդիրը դա չէր, խնդիրներն էր, որ ասեց ազիատիկ կուխնայից դուրս չենք դասել, այսինքն իրանք հաց չեն տալիս, մենք էլ հաց չենք տալիս։ Հա, բայց ասում եմ, կանչ եկավ, ասում եմ, մի կտված կբերեք։ Ասում եմ, մեր կոնցեպցիայի մեջ ես ուտելիքի հետ հաց չի հետում։ Կուլտուրական ասին ձերդ կտրի առանց հացածդ կեր։ Խոսքով, չէ, չգիտեմ, մերը չէր։ Նիետ, խոր չեմ տալիս։ Ինչ է ուզում ասեի, մոռացել արդեն։ Մի խոսքով մենք վերջացրինք մեր ռեստորանային ընթրիկը եւ վերադառնում ենք տուն։ Չգիտեմ, միգուցե այսքանով վլոգը ավարտեմ, միգուցե ապրանքներն էլ գնումներս էլ ցույց տամ, նոր ավարտեմ։ Եթե ավարտեցի, ուրեմն իմացեք ավարտը հիմա է, շնորհակալություն դիտելու համար, եթե չէ, ապա կշարունակվի արդեն վաղը առավոտյան։
Ժողովուրդ հերթը հասավ, որ ես կարամ ցույց տամ իմ գնումները, իրականում 2 օր շարունակ չէր ստացվում, մենք տանը չէինք մնում, որ ես նկարեի ձեզ ցույց տայի ի վերջո ինչ եմ ես գնել։ Հոգնած տեսքից չնայեք, 3 առավոտից 3 օր դուրսն ենք եղել, այսօր առավոտից 3 օր դուրսն ենք եղել, հիմա ժամը 8-ն է, երբ մի ժամ առաջ ենք տուն եկել, ու ասեցի չի լինի այդպես, եկեք ցույց տանք եւ վերջացնենք։ Դե ինչ, վերցրել եմ այսպիսի, չգիտեմ լույսը լավ է թե չէ, մի քիչ մթոթ արդեն, եթե նկատեք դրսում, հուսով եմ լուսավորությունը լավ է։ Վերցրել եմ այսպիսի բարձիկներ, որը նախատեսված է իհարկե երկար ճանապարհ գնալու համար, անկախ նրանից թե մեքենայով կգնաք թե ինքնաթիռով, շատ հարմար է, շատ լավն են, սենց փափուկ են ու որակով են, բավականին Primark-ից եմ գնել, չգիտեմ մութակի երևա թե չէ, այսենց գիծ է գնում, 9 թե 6, ժողովուրդ, ստեղ գրում է 9 եվրո, տեսեք նոր եմ նկատում, այստեղ գրվում է 6 եվրո, հիմա ես չգիտեմ սա ինչքան է, որ ճիշտն ասեմ, մեկ վայրկյան, մի հատ հասկանամ, 9 եվրո, բայց այստեղի է գրվում 6 եվրո, Թե հա չէ թարսեն, երևի սենց են կպցրեի, սենց է հա երևի, ընդհանրապես եվրոն տակն է գրվում, ու որ նայես այսպես պետք է լինի, նայեք, 6 եվրո, դե լավ, մի խոսքով 9 եվրո է, ասենք շնորհավոր, ասենք բարով մաշենք, ասենք ուրախ տեղեր գնանք և օգտագործենք, ստեղ փակիչի տեղ ունի, որ կախեք ձեր ճամպրուկից, ցեփ ունի, չգիտեմ ինչի համար, որ ճիշտն ասեմ, երևի մեր բրլյանտները դնենք մեջը։ Չեմ իմանում ինչի համար է, բայց երևի թե լվանալու համար է նախատեսված, բայց այսքան փոքրիկ ցեփի միջոցով չեմ կարծում, որ այս սաղ դուրս կգա։ Ինչևից է, սենց ինքը բանով է, ճտցնում ենք, դնում ենք ու հետ ենք ճտացնում։ Ահա, սրանցով էլ կարաս ձգես թուլացնես, ոնց որ են շուբի մորթից լինի։ Երկու հատ այսպիսի մի բան եմ արել, մեկը ինձ, մեկը Արմենին։ Ահա, գինը ասեցի, իմացակ ինչքան է։ Այսպիսի կոսմետիկա եմ վերցրել, մեջը որպեսի դնենք շամպույն, չգիտեմ, դուշի գել, անցած անգամ որ ասեցի ահագին ծիծաղացել էիք, գել դուշ, ինչքան էր գինը, 6 եվրո, դες թափանցիկ, ոչ ոմենտեղ բլոկ են արել, որ չբացես, հա լավ ես պիտի կա բացեր, ինչ լցնեիր մեջը, ասենք օրինակի համար, մեկ վարկյան մկրատ բերեմ գա, ուջուր մկրատը, եկա, ես եկա, ուր էր, Անեց բլակերովկաներ են արել, չեն էլ ամոչում, չել կտրվում, այս կողմից հանենք, սիո, ու այսպես բացում ենք, մեջը երկու հատ իհարկե, սրա մեջ կդնենք են ինչ որ մեծ չապսերի է, սրա մեջ կդնենք փոքրիկը, այս բարձիկը մեզ պետք չի, այս բարձիկը անիմաստ է, հարմար է, ինչի, որովհետև ինքը իր ֆորման պահում է ու կարելի է շատ գեղեցիկ շարել ու ինքը իր ֆորմայով ձիգ կմնա, թափանցիկ սիրում եմ ինչով, որ դրսից երևում է ինչ ես դրել մեջը, մի անգամից կտեսնես ու գիտես մոտավորապես որ մասում է գտնվում, սա այսպես, վերցրել եմ երկու հատ սենց ճամպրուկ, բայց մտածում եմ միգուցե մի հատը հետ տանեմ, որովհետև Արմենին այդ պայն վերցեցի, չմտածեցի, Արմենին ասում է եսի աղջիկական է ու ճիշտ է, քիչ աղջիկական է, ինքը ունի
իր ուսերին գցել ուսուն կա, ինքը իր ուսերին կգցի, ես էլ սենց ճոճա ճամպրուկը ձեռս կբարձրանամ վերև, սա իմ ձեռքի բագաժը կլինի էլի, մեջը կլցնեմ այն ինչ որ պետք է, ոնց ասեցի երկու հատ եմ վերցրել, բայց մի հատը երևի թե վաղը հետ կտանեմ, իրական գինը 25 եվրո էր, բայց ես գնել եմ 10 եվրոյով, զեղ չէր, կամ միգուցե պահեմ, չգիտեմ, չեմ իմանում, հեսա մեջը ձեզ ցույց տամ, 10 եվրո կարելի ասել շատ էժան, շատ մատչելի է, չեմ կարծում, որ այդքան թանկ արժի։ Երկու հատ այսպիսի լիմոնչիկներ են վերցրել, ցույց եմ տվել վլոգի մեջ, մեր հասցեն եւ հեռախոսի համարը գրելու համար, եթե հանգարց մարդ ես ճամպրուկը կորի, բայց ունեինք մենք մի հատ իրականում Հայաստանից հետ գալուց կորեց, ճամպրուկի վրայից, չգիտեմ ոնց, մեկը մնացել է, բայց ասի որպեսզի երկուսն էլ նույնը լինի, երկու հատ լիմոնչիկ եմ վերցրել։ Ճամպրուկը նայեք ինչ ձև է, ժողովուրդ։ Ինքը ունի սենց հայլի հետը, ունի էստեղ սենց գրպանչիկ, այս մասում, սենց տարբեր ադյելներ ունի, երկու հատ, էստեղ ունի սենց պորտմանչիկա տիպի էլի գրպանչիկ, և էստեղ էլ է բացվում, մի խոսքը փոքրիկ ճամպրուկ է, էլի, էստեղ էլ է բացվում ու էլի բան կարակ դնեք մեջը։ Ստեղ էլի բաներ կա, որ ինչ-որ երևի ուղիղ դնելու համար և գոտի ունի հետը, որ եթե ուզում եք կարող եք գցել ձեր ուսին, եթե ձեր ուսը ներում է, թույլ է տալիս, որ սա գցվի ձեր ուսին ծանր ժամանակ, բայց ես չեմ գցի ուսի, սկզբից ճամպրուկի վրա կհագցնեմ, որովհետև ստեղ հարմարանք կա, որ հագնում է ճամպրուկի այդ փետի վրա, հետո էլ արդեն վերջում կհանեմ ու կբարձրանանք սա իմալոտ։ Ահա, սա այսպես, այսպիսի մակիաժ անելու գուբկաներ, երկու հատ, սա վերցրել եմ իրականում ինձ թվում էր փոքրիկ ճուբիկները, որպիսի մեջը լցնես այն բաները, որը որ չես ուզում մեծ քանակի տանես, բայց ես սխալվել եմ, դա չի, բայց էլի շատ լավն է և ես կպահեմ, էսի շատ դուրս եկավ, սրա մեջ կարող ես լցնել այն խոնավեցնող օրինակի համար կրեմը, որը որ երեկոյան, եթե ուզում ես կսես ու մնա դեմքիդ, կամ ինչ-որ սառեցնող մի բան, ինքը ստեղ շարիկներ ունի, ժողովուրդ շարժվող, ու նենց լավ սառն է, նույնիսկ առանց սառնարան դնելու, ու այսենց մասաժ կարող ես, նույնիսկ մասաժ այնքան հաճելի է, անկեղծ եմ ասում, ուղղակի մասաժ անես, դեմքին շատ հաճելի է, ու այդ սառնությունը այնքան դուրեկան է, զգացիք աչքերս փակեցի ու սկսեցի, ուղղակի մասաժ, խորհուրդ տվեք ինչ լցնեմ մեջը ու կսեմ դեմքիս մասաժով, հələ մի հատ գրեք, կա նույն ձևի սենց էլի կրեմի նման է, նորից դատարկ են պետք է ինչ ուզես դու լցնես, էլի սենց գլգլիկով է, էլի սենց մասաժի շարժումներով, մերսման շարժումներով, սա ինչ որ բան լցնես մեջը ու փչես, էլի կրեմ կարաս լցնես ու սեղմես, եթե շատ կրեմ չես ուզում տանես, բավականին հարմար անկեղծ, և սկզբից ասեցի վայ շփոթվել եմ հեսա հետ եմ տանելու, բայց չէ կպահեմ, սա էլ է շատ լավ բան, էլի կրեմը լցնում ես մեջը սեղմելով, այստեղից դուրս գա այն քանակը, որը քեզ պետք է, էլի շատ հարմար է, իրանք տուփերը շատ որակով են և գեղեցիկ են, ընդեղ Սամոնելը արդեն իր արձակուրդային ճամպրուկնակամոցից դզում, պատրաստում, ի խոսքով, ամեն մեկս մեր գործերի վրա ենք, այսպես, սենց բիգուդիներ են վերցրել, մեծ, աբյոմ տալու համար, կօգտագործեմ, հաճախ չեմ կարծում, բայց կօգտագործեմ, ուզում էի վաղուց, բավականին փափուկ է, լավն է, վատը չի, տեսնենք եսի հետաքրքիր ձևի է ժողովուրդ, հələ մեկ վարկյան, եսի կտրենք, թարս բռնացի մկրատը, սենց, բայց բացելուց սա պետք է, բացեցի,
Լավն է, շատ չոր չի։ Հələ տեսնենք պահում է մազին։ Նորմալով պետքա պահի։ Աբյոմի համար այսպես պետքա, հա, երևի դնենք, հետո սենց փաթաթենք։ Չեմ փաթաթել ոչ մի անգամ ես բիգուձի, չէ, հակառակը կդնենք, սենց ու սենց փաթաթենք, այսինքն ստեղից հետ փաթաթենք։ Մի խոսքով գլուխ կհանեմ, վաղուց չեմ փաթաթել։ Մոզերս հոնեց։ Ցելի 2 հատ մաս կորցրեցի։ Բա դա անելու բան, հա։ Տեսա՞ք։ Ամոթ։ 1000 ամոթ։ Ահա, էսի սենց։ Ու մի քանի հատ շոր եմ վերցրել, իրականում նույնիսկ տանը չեմ փորձել։ Այս 2 օր է, այստեղ դրած է։ Սա շատ եմ հավանել, շատ եմ սիրել։ Երեք էսի փորձել եմ։ Հակա Արմենին ցույց տվեցի ու այնքան էր դուրս եկել, չէի ուզում հակից հանեի։ Շատ գեղեցիկ է նայվում իրականում։ Եկեք հակնեմ վրայից, դուք էլ կտեսնեք լավ։ Մեկ վարի կյան սա կտրեմ հանեմ, որովհետև ես վստահ եմ, որ սա պահելու եմ, որովհետև դուրս եկել է։ Սա էլ էր զեղչ 24.99-ից դարձել էր 14.99։ 24 եվրոյով կառնեի ոչ, որովհետև իրականում շատ ուժեղ որակ չունի։ Ուպս, մազերս, ահա։ Բայց 14 եվրո արժի, որովհետև այդքան շատ չի իրականում։ Վարկյան հագնեմ։ Պետքա շատ նուրբ շարժվես սրա հետ, որովհետև իրականում ինքը շատ նուրբ է։ Բերը, դե մնաց։ Մեկ վարկյան, ահա։ Միկրոֆոնը չեմ կարծում, որ կարող է բանանի, սպասեք, հանենք այստեղ, ամրացնենք։ Այսպես ամրացնեմ։ Նայեք, իրան կարող եք սենց երկարությամբ, կարող եք այս սենց կարճությամբ, նայած ինչ եք հագնում, ձև տակ։ Փայլը արտակարգա, չգիտեմ փոխանցվում է թե չէ։ Տակից ինչ գույնի շոր ուզում եք հագեք, ոնց ուզում եք հագեք։ Շատ հետաքրքիր է, երեկոյան գեղեցիկ է մի խոսքով։ Այսպես, հիմա սենց շալվար եմ առել իրա վերևի հետ, բայց պետքա մի հատ փորձեմ, տեսնեմ հագս ոնց է։ Վաղ այդ կողմերի վրա եմ լինելու, մեր փիսոյին պետքա տանենք բժիշկի, եթե դուրս չեկավ, իմանամ, որ հետ վերադարձ անեմ, որ չմնա։ Սա շալվարն է։ Այս գույնի, չգիտեմ փոխանցում է լույսը թե չէ, որ հիմա մութ է, չգիտեմ ոնց են ասում հայերեն այս գույնին, ու սրա եռլիկն է չկա, բայց հենց տենց եմ առես հիշում եմ, որ պոկվել էր, սա էր սարոջկան է, մի խոսքով, այսպես, սենց սպիտակ շալվար եմ էլի վերցրել, պետքա նորից փորձեմ տենամ հագս ոնց է լինում, այս հենց տակը փորիկներով, թեթև սովորական սարոջկա ասեցի, շալվար, սա էլ էր էժանացել 19.99-ից դարձել էր 12.99, այսպես շալվար, չեմ հագնում հիմա, հետո կհագնեմ, ցույց կտամ, այս էր դերյան է, ընթացքում որ նայում էի, ձեզ էլ ցույց տվեցի, սա էլ էր էժանացել, բայց չգիտեմ ինչքանից ինչքան է դառը, որ ճիշտն ասեմ, այսինքն դարձել է 9.99, իսկ իրա գինը 16.99 էր, 6.99 կարելի ասել, իջել է, ես փորձեցի այնտեղ, սա դուրս եկավ, սրա վրա կասկած ունեի, ոնց կնստի, ինքը այսպես է ու երկարությունը համարյա մինչև վերջ իջնում է, էլի երեկոյան ինչ-որ դուրս գալուց հագնելու, սա հաստատ մնում է, իսկ ես մնացածը պետքա փորձեմ, հասկանամ, ճամպրուկն էլ հələ կորոշեմ, բայց երևի թե կպահեմ ինձ թվում է, որովհետև ամեն դեպքում կարող է մի օր էլի աղջիկներից մեկին պետք լինի, թող մնա, 10 եվրոյով ոչինչ չես առնի հիմա հատկապես, վсё, ես պատրաստ եմ, ես պատրաստ եմ ճամփորդությանը, գնացինք, ահա ժողովուրդ, այսքանով ես վլոգը ավարտում եմ, վերջապես, հուսով եմ հետաքրքիր էր, հա, Primark-ում վճարել եմ
52 եվրո, բայց հագուստը Primark-ից չի գնաց։ Ոչ, հագուստից ոչ մի բան Primark-ից չկա, սա մենակ էս ճամպրուկ կսվելու է տեղած չեղածը, շորերը չէ։ 52 եվրո 30։ Էլ մյուսի կտրոնը չեմ էլ իմանում ինչ եմ արել, կարող է այստեղա մեկ վարկյան։ Հա, այստեղա։ Հա, սա 65 ու 32 հագուստը ընդհանուր։ Այնտեղ մի քանի ուրիշ բաներ եմ վերցրել, այսպես։ Всё, կփորձեմ, կասեմ, պահում եմ, թե չեմ պահում։ Շնորհակալություն դիտելու համար, շնորհակալություն բաժանորդագրվելու համար, ձեզ ինչպես միշտ պաչիկ։ Եվ մի հատ գրեք իմանամ, ձեզ դուր եկավ, այս հրաշք, ինքան նուրբ է ինքը, շատ նուրբ է իրականում, վերխը։ Ցտեսություն։